Հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք օնլայն կազինոներում խաղալու սահմանափակումներ սահմանող նախագիծը։ Առաջարկում եմ արգելել խաղալ օնլայն կազինոներում նաև բոլոր այն անձանց, ովքեր աշխատում են պետական կառավարման համակարգում եւ աշխատավարձ են ստանում պետական կամ համայնքային բյուջեներից։ Խոսքը վերաբերվում է այն անձանց, ովքեր հանդիսանում են պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք, հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող աշխատակիցներ, պետական եւ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցներ, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների աշխատակիցներ, 50% եւ ավել պետական մասնակցությամբ ընկերությունների աշխատակիցներ եւ կենտրոնական բանկի աշխատակիցներ։ Այսինքն ամբողջությամբ վերաբերվում է այն մարդկանց, ովքեր որևէ տեսակի աշխատավարձ են ստանում պետական կամ համայնքային միջոցներից։ Միաժամանակ խաղային կախվածություն ունեցող մեր մյուս քաղաքացիների համար առաջարկում եմ ներդնել ինքնաարգելափակման համակարգ, որի միջոցով անձը մեկ կոճակ սեղմելով կարող է 5 տարի ժամկետով արգելել իր մասնակցությունը ինտերնետ շահումով խաղերին առանց վաղաժամկետ վերաբացման հնարավորության։ Նախագծով հստակ սահմանվում է, որ յուրաքանչյուր օնլայն կազինոյի կայքում եւ հավելվածում պետք է լինի մշտապես տեսանելի ինքնաարգելափակման կոճակ, իսկ այն սեղմելուց հետո կազմակերպիչը պարտավոր է առավելագույնը 1 րոպեի ընթացքում դադարեցնել անձի մասնակցությունը խաղերին։ Արգելվում է նաև պահանջել հավելյալ փաստաթղթեր, ձգձգել գործընթացը կամ անձին ուղարկել խաղադրույքը խրախուսող հաղորդագրություններ եւ գովազդներ։ Նախագծի նպատակն է պաշտպանել մարդկանց խաղային կախվածությունից եւ նվազեցնել այն սոցիալական աղետները, որը այսօր ստեղծված են օնլայն կազինոների պատճառով եւ այս աղետի մեջ են գտնվում հազարավոր ընտանիքներ։ Նաև ինքնաարգելափակման կոճակի հարևանությամբ ցուցադրվելու է տվյալ պահին ինքնաարգելափակված անձանց թիվը։ Սա հետօրենսդրական վերահսկողության համար է, որպեսզի մենք պատգամավորներս կամ օրենքի հեղինակը կամ մեր մյուս քաղաքացիները կարողանան տեսնել, թե ինչպես է գործում օրենքը եւ ամեն պահեդությամբ քանի անձ է ինքնաարգելափակել։ Ուստի առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալ եմ։